Փակ է, թե բաց Հորմուզը։ Մեկ օր է անցել, ինչ Միացյալ Նահանգները հայտարարել է նեղուցը շրջափակելու մասին։ Ամերիկյան լրատվամիջոցներն անգամ նեղուցն անցնող մի քանի չինական նավերի արգելքի մասին էին հայտնել։ Իսկ Իրանը, որ շրջափակման դեպքում հարձակման էր սպառնում Միացյալ Նահանգներին, որևէ տեղեկություն չի հաղորդում նեղուցի տարածքում ամերիկյան ռազմանավերի ներկայության վերաբերյալ։ Չինաստանի իշխանությունն է պահանջում, որ վերականգնվի բնականոն նավագնացությունը Հորմուզում։ Հիմա, երբ Թեհրանն ու Վաշինգտոնը հասել են հրադադարի, Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը անպատասխանատու քայլ է ըստ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի։ Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարարությունն էր հայտնել, որ նեղուցն իրենց համար բաց է։ Դոնգձուն զգուշացրել է Միացյալ Նահանգներին չխառնվել Չին-իրանական հարաբերություններին։ Մեր նավերը անցնում են Հորմուզի նեղուցով։ Մենք առևտրային եւ էներգետիկ համաձայնագրեր ունենք Իրանի հետ։ Մենք հարգում ենք այդ համաձայնագրերը եւ ակնկալում ենք, որ ուրիշները չեն միջամտի մեր գործերին։ Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ նեղուցը բաց է մեզ համար։ Հորմուզի նեղուցում լարվածության հետևանքները կազդեն նաև Վաշինգտոնի դաշնակիցների վրա, համոզված են արաբ վերլուծաբանները։ Լիբանանցի տնտեսագետ Իմադ Ակուշը օրական մինչև 13 միլիոն բարել նավթի թողունակության խափանման մասին է հայտնում։ Հորմուզի նեղուցում ցանկացած խափանում կարող է կանգնեցնել օրական ավելի քան 13 միլիոն բարել նավթի անցումը եւ բարձրացնել նավթի գինը մինչև $150-200 մեկ բարելի համար։ CBS News-ը գրում է, որ Իրանի հետ կապ ունեցող նավերը կարծես անցնում են Հորմուզի նեղուցով, չնայած նահանգների շրջափակմանը։ ԱՄՆ-ն հայտնել էր, որ շրջափակումը վերաբերելու է իրանական նավահանգիստներ մտնող ու դուրս եկող բոլոր նավերին, բացի նրանցից, որոնք առնչություն չունեն Իրանի հետ։ Առնվազն 5 իրանական նավ է հատել Հորմուզի նեղուցը 3 ու այսօր ըստ ամերիկյան լրատվամիջոցի։ CBS-ը չի բացառում, որ նավերի տեղաշարժերի մասին տվյալները կարող են կեղծ լինել դրանց գտնվելու իրական վայրը թաքցնելու համար։ Մինչ վերլուծաբաններն ու լրատվամիջոցները փորձում են պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում Հորմուզի նեղուցում, Իսլամաբադում իրանցի եւ ամերիկացի բանագնացներին կրկին հյուրընկալելու հույսը չի կորցնում Պակիստանը։ Պակիստանի պաշտպանության նախարարի կարծիքով Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների վերսկսումը հավանական է։ Ընդհանուր մթնոլորտը կառուցողական եւ ջերմ է թվում։ Մինչեւ հիմա որևէ բացասական զարգացում չի նկատվել։ Մենք կարող ենք միայն հույս ունենալ եւ աղոթել, որ ամեն ինչ կշարունակվի դրական ուղղությամբ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որ իրանական բանագնացների հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարել էր համաձայնության չեն հասել, 2 օր անց առաջընթացի մասին է հայտնել։ Չի ասի, թե ամեն բան վատ է ընթացել, շատ բաներ լավ են ընթացել, մեծ առաջընթաց է գրանցվել։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների համար կարմիր գիծ է Իրանի միջուկային զենք ունենալը։ Թեպետ Իրանը մշտապես հայտարարել է, որ միջուկային զենք ունենալն իր նպատակը չէ, Ուրանը հարստացնում են խաղաղ նպատակներով։ Axios-ը հողումանելով իր աղբյուրներին գրում է, որ ապրիլի 11-ին Իսլամաբադում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներն առաջարկել է Իրանին դադարեցնել ուրանի հարստացումը 20 տարով։ Թեհրանը առաջարկել է դադարեցնել ուրանի հարստացումը 10 տարուց պակաս ժամանակով։ Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնելու ուղիներ դեռ կան։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յահինյան, Հայլուշ։